Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը հայց է ներկայացրել սահմանադրական դատարան, պահանջելով արգելել հակապետական եւ հակասահմանադրական գործողությունների համար մեղավոր ճանաչված քաղաքական կուսակցությունների գործունեությունը, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Մենք կողմ ենք Միացյալ ազգային շարժում, հանուն փոփոխությունների եւ հզոր Վրաստան լելո կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելուն, հայտարարել է նա։ Խորհրդարանի խոսնակը հայց ներկայացնելու հիմք է համարել խորհրդարանական ժամանակավոր քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, որը մի քանի ամիս ուսումնասիրել է տարբեր քաղաքական ուժերի գործողությունները եւ առաջին հերթին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ստեղծած Միացյալ ազգային շարժում կուսակցության գործունեությունը։ Եթե սահմանադրական դատարանը բավարարի հայցը, օրենքը խախտող քաղաքական կուսակցություններին կամ նրանց հետ կապված անձանց կարգելվի ընտրություններին մասնակցելը։ Այդ կուսակցությունների անդամներին կարգելվի նաեւ պետական պաշտոններ զբաղեցնելը եւ նոր կուսակցություններ ստեղծելը։ Վրաստանի սահմանադրական դատարանը հայցի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա ամիսներին։ Ռուսաստանի Պետդուման հավանություն է տվել մշտական զորակոչի մասին օրինագծին։ Հոկտեմբերի 28-ին պատգամավորները երրորդ վերջնական ընթերցմամբ պաշտպանել են այն փաստաթուղթը, որը նախատեսում է քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչն ամբողջ օրացուցային տարվա ընթացքում։ Նոր կանոնակարգը զինվորական կոմիսարիատներին թույլ է տալիս կազմակերպել զորակոչիկների մշտական բժշկական զննումներ, հոգեբանական ստուգումներ եւ զորակոչային կոմիտեի նիստեր։ Ցանոթագրերը կուղարկվեն ամբողջ տարվա ընթացքում։ Ընդ որում ծառայության վայր ուղարկումը, ինչպես նախկինում, կիրականացվի տարին 2 անգամ՝ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 15-ը եւ հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանում պարբերաբար խստացվում են զորակոչի կանոնները։ Մասնավորապես ստեղծվել է զինապարտների միասնական ռեեստր, ներդրվել են էլեկտրոնային ծանոթագրեր։ Միացյալ Նահանգներն այլևս քաղաքականապես կոռեկտ չի լինի երկիրը պաշտպանելու հարցում եւ մտադիր է հաղթել պատերազմներում, ասել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Ի տարբերություն նախկին վարչակազմերի, մենք քաղաքականապես կոռեկտ չենք լինի, երբ խոսքը վերաբերի Միացյալ Նահանգների պաշտպանությանը։ Մենք կպաշտպանենք մեր երկիրը բոլոր անհրաժեշտ միջոցներով։ Այսօրվանից սկսած պատերազմներում հաղթելով մենք դա կանենք ինչպես նախկինում ոչ ոք չի արել, ասել է Թրամփը Տոկիոյից ոչ հեռու գտնվող ամերիկյան ռազմածովային բազայում USS Ջորջ Վաշինգտոն ավիակրի զինծառայողների առջև։ Թրամփը պնդել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը պատմության մեջ ամենահզորն են եւ մոտ ապագայում կդառնան ել ավելի հզոր։ Սեպտեմբերի սկզբին Սպիտակ տունը պաշտպանության նախարարությունը վերանվանել է պատերազմի նախարարության։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի նորընտիր վարչապետ Սանաե Տակաիչիի հետ։ Ղեկավարները ստորագրել են հազվագյուտ հողային մետաղների, ինչպես նաև երկու երկրների միջև դաշնակցության նոր ոսկեդարի մասին համաձայնագրեր։ Փաստաթղթերով նախատեսվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի միջև հազվագյուտ հողային մետաղների մատակարարման եւ արտադրության խթանում։ Երկու երկրները պայմանավորվել են համագործակցել, գործի դնելով այնպիսի քաղաքականություն, առևտրային միջոցներ եւ համակարգված ներդրումներ, որոնք զարգ կտան հանքանյութերի արտադրությանը։ Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում Թրամփը հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագրեր է ստորագրել նաև Մալայզիայի, Թայլանդի եւ Ավստրալիայի հետ։ Երկու ղեկավարները նաև ստորագրել են նոր ոսկեդարի շուրջ համաձայնագիրը, որը վերաբերում է այս տարի ավելի վաղ երկու դաշնակիցների ստորագրած համաձայնագրերին կապված ռազմավարական ներդրումների եւ փոխադարձ ազգային շահերի հետ։ Նոր ստորագրված փաստաթղթում ասվում է, որ Թրամփը եւ Տակաիչին գոհունակությամբ նշել են երկու երկրների արագ եւ շարունակվող ջանքերը եւ հաստատել իրենց ամուր հանձնառությունը իրագործելու այս հրաշալի համաձայնությունը։ Նոր ոսկեդարի եւ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ փաստաթղթերը ստորագրելիս Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիան Միացյալ Նահանգների դաշնակիցն է ամենաբարձր մակարդակով։ Նա նաև ընդգծել է ընտրությունում Տակաիչիի որպես Ճապոնիայի առաջին կին վարչապետի հաղթանակի կարևորությունը։ Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություն Լուկոյլը հայտարարել է իր միջազգային ակտիվները վաճառելու մտադրության մասին։ Պատճառը որոշակի երկրների կողմից ընկերության եւ իր դուստր ձեռնարկությունների նկատմամբ սահմանափակող միջոցառումների կիրառումն է։ Սկսվել է պոտենցիալ գնորդների առաջարկների վերանայումը, ասվում է Լուկոյլի կայքում։ Նշվում է, որ ակտիվների վաճառքն իրականացվում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի լիցենզիայի համաձայն, որը կարգավորում է Ռոսնեֆտի եւ Լուկոյլի հետ կապված գործարքների կրճատումը։ Հոկտեմբերի 22-ին Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսական երկու խոշորագույն նավթային ընկերության նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին։ Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալաքեսիրի նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 4 շենք է փլուզվել։ Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարի երկրաշարժից տուժել է 19 մարդ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո կառավարական մարմինները վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը։ Նահանգի Սինդիրգի շրջանում ուսումնական գործընթացը 1 օրով դադարեցվել է։
Այս տարվա ամենահզոր փոթորիկը համարվող Մելիսան մոտենում է Ջամայկային Կարիբյան ծովով շարժվելով հյուսիս-արևելք։ Մելիսա փոթորկի պատճառով Ջամայկայում զոհվել է 3, Հայիթիում եւ Դոմինիկյան Հանրապետությունում 4 մարդ։ Մինչև 282 կմ/ժ քամու արագությամբ Մելիսան 5-րդ կատեգորիայի առավելագույն ուժգնության փոթորիկ է։ Մասնագետներն այն բնութագրել են որպես հրեշավոր փոթորիկ։ Փորձագետները զգուշացրել են, որ դրա դանդաղ ընթացքը կարող է նշանակել երկարատև տեղատարափ անձրևներ որոշ տարածքներում, ինչը կմեծացնի ջրհեղեղների եւ սողանքների վտանգը։ Ջամայկայի վարչապետ Էնդրյու Հոլները հրամայել է մարդկանց տարհանել ցածրադիր տարածքներից, քանի դեռ կղզին պատրաստվում է փոթորկի հարվածին։ Երկրի կառավարությունը նշել է, որ վերջին փոթորիկը, որն ուղղակիորեն հարվածել է Ջամայկային, եղել է 37 տարի առաջ։ Ջամայկայի 2 միջազգային օդանավակայանները փակվել են, դադարեցնելով բոլոր գործողությունները։ Աշխարհի ամենատարեց գործող առաջնորդ Կամերունի նախագահ Փոլ Բիյան հոկտեմբերի 27-ին 8-րդ անգամ վերընտրվել է երկրի ղեկավարի պաշտոնում համաձայն հրապարակված ընտրական արդյունքների։ 92-ամյա Բիյան ստացել է ձայների 53.66%, հաղթելով իր նախկին դաշնակից Իսա Չիրոմա Բակարին, որը հավաքել է 35.19%։ Այդ մասին հայտնել է Սահմանադրական խորհուրդը։ Նոր 7-ամյա ժամկետը լրանալուց հետո Բիյան կլինի գրեթե 100 տարեկան։ Ընտրության արդյունքների հրապարակմանը զուգահեռ երկրի տարբեր քաղաքներում ընդդիմադիր ցուցարարները մի քանի անգամ բախվել են ոստիկանության եւ անվտանգության ուժերի հետ։ Կառավարությունը դեռ չի մեկնաբանել արդյունքները, սակայն հերքել է կեղծիքների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքները։ Դավիթ Մուրադյան, լուրեր։